Պատմական թյուրիմացություն, որը դարեր շարունակ աղավաղել է աշխարհի ամենախորհրդավոր ռազմիկների իրական դեմքը։ Խոսքը ճապոնական նինջաների կամ շինոբիների մասին է, որոնց մենք սովոր ենք ընկալել որպես անխիղճ եւ արյունարբու մարդասպանների։ Իրականում նինջայի գլխավոր զենքը երբեք էլ սուրը չի եղել, այլ մարդկային հոգեբանությունը եւ բացարձակ ինտելեկտը։ Նրանց հնագույն փիլիսոփայության հիմքում ընկած էր ոչ թե կռվելը, այլ հակառակը, ցանկացած ֆիզիկական բախումից խուսափելը։ Ամենաբարձրագույն վարպետությունը համարվում էր առաջադրանքը կատարել առանց մի կաթիլ արյուն թափելու կամ անգամ սեփական ներկայությունը մատնելու։ Շինոբիները անցնում էին աներևակայելի հոգևոր մարզումներ, սովորելով կառավարել սեփական վախն ու էգոն եւ ձուլվելով բնությանը, այնպես որ անգամ նրանց շնչառությունը դառնում էր քամու մի մաս։ Նրանք կատարելապես տիրապետում էին ճշմարտության եւ ստի հոգեբանական խաղին հասկանալով, որ ճիշտ տեղեկատվությունը շատ ավելի հզոր է, քան ցանկացած մեծ բանակ։ Իրական նինջան երբեք սև չէր հագնում։ Նա կարող էր լինել հասարակ գյուղացի երաժիշտ կամ վանական օգտագործելով մարդկանց նախապաշարմունքները որպես կատարյալ քողարկում։ Նրանք ապացուցեցին, որ աշխարհի ամենաանհաղթահարելի ուժը ոչ թե մկաններն են, այլ ճկուն միտքը եւ անտեսանելի մնալու վեհ արվեստը։